Տավուշի մարզի սահմանամերձ Բերթավան գյուղը Ադրբեջանի հետ ունի շուրջ 8 կիլոմետր երկարությամբ սահմանագիծ։ Մոտ 3000 բնակիչ ունեցող բնակավայրում առօրյան ընթանում է գյուղական, սովորական հոգսերի ու սահմանամերձ կյանքին բնորոշ զգոնության պայմաններում։ Այստեղ, ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ գյուղերում, լուծման կարոտ խնդիրներ կան։ Գյուղը ինչպես բոլոր գյուղերի նման խնդիրներ լինում են, խնդիրները հաղթահարել, խնդիրներին ավելի ճիշտ վերաբերվել է պետք։ Մենք այսօր որդեգրել ենք այնպիսի իրավիճակ, որ առաջ ենք շարժվում, միայն նայում ենք լավը, գյուղում երիտասարդությունը ակտիվ են բավականին, ունենք բազմաթիվ խմբակներ, որոնք ստիպում են երեխաներին, կտրեն փողոցից, գան մշակույթի տուն, գան գեղագիտական կենտրոն, այնտեղ իրանց առօրյան անցկացնեն։ Բերթավանի ամենացավոտ հարցերից մեկը շարունակում է մնալ զբաղվածությունը։ Աշխատատեղերի պակասը հատկապես երիտասարդներին ստիպում է ապագան գյուղից դուրս փնտրել։ Միաժամանակ, թեև սահմանին հարաբերական անդոր է, անվտանգային թեման շարունակում է մնալ բերթավանցիների առօրյայի կարևոր բաղադրիչը։ Կարծում եմ, ինչպես բոլոր գյուղերում, այնպես էլ մեր գյուղում առօրյան գյուղատնտեսական, այդպես մարդիկ ամեն մեկ իր գործով է զբաղված, բայց էլի կնշեմ, ինչպես բոլոր գյուղերում, այնպես էլ մեր մոտ գերխնդիրն այն է, որ երիտասարդներն անդադ արտագաղթում են, աշխատատեղերը պակաս են, որն էլ իրականում գլոբալ խնդիր է, որովհետև մի քանի տարի հետո գուցե գյուղը ծերացման գնա, որը բավականին վատ ցուցանիշ է, թերևս ինձ համար որպես բերթավանցի, որպես երիտասարդության ներկայացուցիչ, ով այս պահին գյուղում է ապրում ու աշխատում, իմ սերնդակիցները շատ քիչ են այստեղ ու լիքը գաղափարներ կան, որոնք ուզում ես կյանքի կոչել, բայց տարիքակից ինչ-որ մեկը չկա, ով քեզ այդ գաղափար կարող է կիսել։ Կարծում եմ դա մեր միակ գլոբալ խնդիրն է անհանգստացնող, մնացած ամեն ինչ գյուղական, շատ հետաքրքիր առօրյա ունեն բոլորը։ Անվտանգային տեսանկյունից ասել, թե չենք վախենում, կլինի մի քիչ երևի կարճամտություն, սակայն վերջին տարիներին, երևի 2021 թվականից հետո որևէ կրակոցի ձայն չենք լսել, այդ տեսանկյունից մեզ անվտանգ զգում ենք բավականին, բայց ապրելով սահմանամերձ գյուղում բնականաբար վախի գոնե մի փոքր նշույլ բոլորիս մեջ էլ միշտ լինում է։ Նախընտրական շրջանում Բերթավանը հայտնվել է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Ընտրապայքարի մասնակիցները հաճախ են այցելել Բերթավան, ներկայացրել իրենց ծրագրերը, խոստումներ տվել և փորձել շահել բերթավանցիների վստահությունը։ Բոլորին էլ լսում ենք։ Մարդիկ կան, որ գործ արել են, ասում են մենք ինչ գործ արել ենք, մարդիկ կան ասում, որ ես կամ հետ իմ անել։ Ես ինչ դեմ իրոք այդ բան անելու թե չի անել։ Դու հավատում ես։ Ես որ օրինակ դառնամ վարչապետ, անպայման խոստանում եմ, որ քեզ քունտանիքին մի $10,000 փող տամ։ Դու դա կընդունես։ Ես դիտում եմ։ Մենք էլ ենք դիտում։ Հարցը նա մեջ է, որ այն ինչ որ արվել է, դա մարդիկ ասում են, որ այնակ գոտնտեսյան այսինչ նախագահը այսինչ գործ արեց, սոխոզի դիրեկտոր այսինչ գործ արեց, գյուղսովետի գյուղխորհրդի նախագահը իր ժամանակին այսքան նախագահներ փոխվեցին, այս մարդը լավներ, այս մեկը մի քիչ թույլ էր, այս մեկը այսինչ քայլը կատարեց։ Դա ասում են այն ինչ որ մարդիկ կատարել են։ Հիմա մարդիկ են ասում են մենք էլ լսում ենք։ Դատենք ով է ճիշտ, ով է սխալ։ Գյուղի խնդիրները այսպես է։ Գյուղը ռոռոկման ջուր չունի։ Որ ամենակարևոր հատուցնես մեկն համարում։ Եթե ռոռոկման ջուր լինի, մարդիկ կարան տեխսի այգիներ ունեն, խաղողի այգիներ ունեն։ Շատերը խաղողի այգիները թողել են, ինչի համար։ Որտեղ ռոռոկման ջուր չկա։ Մի գետ ունեն, գետը ցամաք է, գետը սպահին, գետը ջուր չի գնում։ Ամառը երբ ոնց կարա ջուր գնա, ինչպես կարաս խաղողը ջրես, խաղողի վազը ջրես։ Դրա համար խաղողի վազերը սաղ թողել են։ Մի 10 մարդ, որ հաշվենք, այդ որ սեփականաշնորհը կատարվել, մի 10 մարդ հազիվ են մշակում իրանց այգիները։ Հետո մենք սպառման կենտրոն չունենք։ Ինչ որ արտադրում ենք, իր ժամանակին այդպես եղել։ Դեռ կոմունիստների ժամանակ էլ մարդիկ իրանց պանիրը, ջիլը, կարակը, մոթալը տանում են Թիվլիս կամ Արավերդի ծախելուն։ Մեծամասամբ Թիվլիս են տանում։ Մենակ հատկապես մեր գյուղացիները։ Սպառման կենտրոն չկա, սպառման կենտրոնից հեռու ենք։ Փառք Աստծո, գյուղ ասֆալտապատացա, խմելու ջուրը կա, գազաֆիկացումը կա։ Հարմար է։ Միայն այդ գյուղատնտեսությունն է, որ
ջրի պատճառով մարդիկ այդ գործը չեն կարող անեն։ Այդքան բան։ Բնակիչների համար առաջնայինը շարունակում են մնալ առօրյա խնդիրները։ Գյուղացիները նշում են, որ տարիների ընթացքում նվազել է տնտեսությունների թիվը, սահմանափակվել են զբաղվածության հնարավորությունները, ինչն իր ազդեցությունն է թողել համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Մեր գյուղը Հայաստանի մասշտաբով մեծ գյուղ է, մոտավորապես ընտրացուցակը մոտ 2600-2700 մենակ ընտրող ունենք։ Առաջ գյուղը շատ մեծ էր, 1200 տնտեսություն, բայց մի Ռուսաստան է գնացել, ընտանիք ուտեապահան մոտավորապես էլ մի 800-900 տնտեսություն կա։ Կարկուտից մի սորադրության համար է գյուղի 80% այդ կրիշաները որ կա ոչ բնակել են էլ սենակեն լրիվ անձրև որ կա սա սենակները փչանապահ մի դրա կարիքն ենք այսին կառավարությունը կօգնի թե չօգնի չգիտեմ դե ամեն մարդ իր կարծիք ունի ամեն մարդ ինքը ընտրությունը դա գաղտնի քվեարկություն է ոչ մեկը ոչ մեկին չի ասում ամենքն իրանց այդ հասկացողությամբ գիտակցում են թե սա Սրա ծրագիրը լավ ամենքն իրանցմար դեպի լավն եք ուզում մենք ոչ մի թշնամություն բան ոչ մեկի նկատմամբ չունենք Առաջիկա ընտրությունների ֆոնին բերթավանցիները մեկ ակնկալիք ունեն ընտրություններից հետո խոստումները չմնան միայն քարոզարշավի շրջանակում իսկ թե քաղաքական ուժերից ով կկարողանա համոզել սահմանամերձ գյուղի բնակիչներին պարզ կդառնա ընտրության օրը